Բրյուսովի համալսարանից 100 աշխատակից են հեռացրել ռեկտոր Դավիթ Գյուրջինյանի օրոք։ Հեռացվածների շարքում են պրոռեկտոր, դոկտոր պրոֆեսոր, պայմանագրային դասախոսներ, ադմինիստրատիվ աշխատանք կատարողներ։ Բրյուսովի անվան պետական համալսարանից հեռացված պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանն է հայտնում. Ինչու են դասախոսներին հեռացնում բուհից կամ չեն շարունակում պայմանագրեր ստորագրել։ Բուհից դասախոսները հեռացվում են այլախոհության, սկզբունք ունենալու, սեփական կարծիքն ասելու համար, փաստում են դասախոսները։ Ամեն ինչ անում էին, որ փորձեին ազատվեին րոպե առաջ, որովհետև իրենց համար սկզբունքային աշխատող փաստացի պետք չի, դա վստահ եմ ասում։ Եվ այսօրվա Հայաստանում նաև սկզբունքային աշխատողները որևէ տեղ չունեն, հատկապես իհարկե պետական հաստատություններում դա ակնհայտ է, դա փաստ է, դրա մասին են վկայում բազմաթիվ ազատումները, տարբեր ուղղություններով, տարբեր ճանապարհներով։ Բուհում աշակերտներին առաջարկում են թեզերի, հետազոտությունների թեմաներ, որոնք խորթ են նրանց։ Հայանպաստ մտածելակերպի զարգացմանը չեն նպաստում, ասում է Ցոլակ Ակոպյանը։ Նրան տեղեկություններն ուսանողներն են փոխանցում, որ մտահոգված են բուհի ճակատագրով։ Այն միջավայրը, որը սort տիրում է բուհերում ցավոք սրտի հարիր չի բուհական համակարգին, ժողովրդավարական հասարակությանը, մարդիկ ազատ խոսքի համար պատժվում են։